Բարի երեկո, Ժողովուրդ ջան։ Ուրեմն անցյալ անգամ շատ կարճ հպանցիկ էսպես խոսեցինք պատմության երկու կողմերի մասին։ Հիմա ես անցյալ անգամ էլ ասեցի առողջական խնդիրների պատճառով, քանի որ երկար ժամանակ բաց էինք թողել մեր հաղորդումները, հիմա կփորձենք մի քիչ, այսպես ասած, լրացնել այդ պակասը։ Ես ուզում եմ մի քիչ ավելի պարզ ու մի քիչ ավելի ընդարձակ խոսել այս թեմայի մասին։ Սկզբում, ամենասկզբում, մոտ 1.5-2 տարի առաջ, արդեն 2 տարի շուտով կլրանա։ 2 տարի առաջ, երբ որ որոշեցինք այս հսկայածավալ տեղեկությունները, որ հավաքել էինք, դարձնել գիրք, սկզբում մտածում էի, որ մեր հարևանները անպայման կարձագանքեն սրան անպայման, բայց դրա մասին քիչ էի մտածում, բայց, սիրելի ժողովուրդ, երբևէ չէի մտածել, որ ստիպված եմ լինելու առանձին ճակատով ոչ թե կռիվ տալու, ոչ թե պայքարելու, այլ հակադարձելու հենց մեր միջի, այսպես ասած, առավել ակտիվներին, ես սա վատ իմաստով չեմ ասում, սիրելի ժողովուրդ, վատ իմաստով չեմ ասում։ Բայց անցյալ անգամ էլ ասեցի, ինֆորմացիան ներկայացնելուց առաջ պետք է տիրապետել այն, գիտեք, զենքի պես մի բան է տեղեկությունը, այդ ինֆորմացիան, հսկայածավալ ինֆորմացիան զենքի պես մի բան է։ Մինչև դու զենքը վերցնես քո ձեռքը, դու պետք է սովորես զենքի հետ վարվեցողության կանոններ, այսինքն ինչպես ներկայացնել ինֆորմացիան, որպեսզի այն հասանելի լինի եւ ճիշտ անկյունից ներկայացվի։ Այսինքն ինֆորմացիան ներկայացնես այնպես, ինչպես կա, ոչ թե որպես տեղեկություն, այսիշ թվականին, այսիշ մարդը եկավ, այսիշ բան արեց, կեցցե այսիշ մարդը, որովհետև այդ մարդը հայ էր, եւ որովհետև հայ էր, առավել ուրախ ենք դրա համար, ոչ։ Պետք է ճիշտ ներկայացնել ինֆորմացիան, սիրելի ժողովուրդ։ Ես ուզում եմ մեկ սրա մասին կարճ հաղորդումներում, այսպես ոչ թե կարճ հաղորդումներ, ամեն հաղորդման մեջ, ամեն հաղորդման մեջ, չէ, շատ հաղորդումների մեջ կարճ թեմաներով այսպես զրուցել ենք այս մասին, բայց ես ուզում եմ ձեզ պատմել ինֆորմացիան ներկայացնել այնպես, ինչպես որ կա։ Անկարա, Կրեմլ, Թուրքիա, Մոսկվա կամ Թուրքիա ԽՍՀՄ, այս բարեկամության ճակերտավոր եւ առանց ճակերտների, որովհետեւ ռուսներն ու թուրքերը բավական երկար ժամանակ պատմության մեջ երկարատև պատերազմել են, ռուսներն ու թուրքերը։ Եվ այս պատերազմները, ռուս-թուրքական պատերազմները, որովհետեւ պատմության մեջ այդ պատերազմները շատ են եղել, շատ ժամանակ հակասությունների մեջ են դնում մեր ժողովրդին, ասում են դե թուրքերը եւ ռուսները ոնց կարող են բարեկամներ լինել, այսպես ասած, բարեկամներ, սա իհարկե արունակցական կապի մասին չէ խոսք, այլ քաղաքական շահերի համընկում։ Այսինքն ինչպես է եղել, որ քաղաքական շահերը համընկել են եւ ինչպես են նրանք պահպանել իրենց այդ ճակերտավոր եւ առանց ճակերտների բարեկամության գինը։ Պահպանել են հայերի հաշվին, սիրելի ժողովուրդ։ Հիմա ես ձեզ կասեմ, ինչպես են պահպանել հայերի հաշվին։ Այս սրա համար եմ ասում, հիմնականում երիտասարդներին է սա վերաբերվում, հա, հիմնականում այն խանդավառված երիտասարդներին, որոնք նոր սկսում են քայլեր անել, որոնց պատմել են որոշ բաներ, որոշ անուններ են լսել այս մարդիկ, հա, լսել են մի քանի անուններ, լսել են Միկոյան Անաստասի մասին, լսել են Խանջան աղասի մասին, չգիտեմ, անուններ են տալիս, լսել են Միքայել Արամյանցի մասին, Մանթաշովի մասին, լսել են Գալուստ Գյուլբենկյանի մասին, ներկայացնում են այսպես խանդավառված, իսկ դու գիտեիր, որ Գալուստ Գյուլբենկյանը, իսկ դու գիտեիր, որ Մանթաշով, իսկ դու գիտեիր, որ Միքայել Արամյանցը կառուցել է Թիֆլիսի կեսը, Միքայել Արամյանցը Թիֆլիսի կեսը չի կառուցել։ Միքայել Արամյանցը շատ կառույցներ ունի, շատ, այսպես ասած, շատ է օգնել Թիֆլիսին, շատ իհարկե շենքեր, հիվանդանոցներ, համալսարաններ, բայց նախադասությունը արդեն ճիշտ չի։ Միքայել Արամյանցը կառուցել է Թիֆլիսի կեսը, ոչ, Միքայել Արամյանցը չի կառուցել Թիֆլիսի կեսը, սկսենք դրանից։ Իսկ դուք գիտեիք, որ ես սա չեմ հեգնում, նորից եմ ասում, սիրելի ժողովուրդ, ես սա առավելապես ուզում եմ այս երիտասարդներին ճիշտ
ճանապարհի վրա դնեն, որովհետև այս երիտասարդները գիտեն, լսել են պատմությունը, տեղեկացված են, թեև սխալ, որովհետև ինչ-որ տեղից կարդում են, ինչ-որ տեղից վերցնում են այդ ինֆորմացիան, բայց ցանկացած տեղեկություն, ցանկացած ինֆորմացիա, առավել այն ինֆորմացիան, որ վերաբերվում է գոնե 1878 թվականից Բերլինյան վեհաժողովի մասին է խոսքը, մինչև Համիդյան ջարդեր եւ Մեծ Եղեռն, դրանից հետո, երբ որ արդեն բոլշևիկները եկան իշխանության 17 թիվ, քաղաքացիական պատերազմ ՀԽՍՀ-ում, մինչև որ 20-ական թվականներին բոլշևիկները վերջնականապես հաստատեցին իրենց իշխանությունը եւ սկսեց ԽՍՀՄ-ի կազմավորումը եւ այստեղ այս պատմությունը շատ մութ անկյուններ ունի, սիրելի ժողովուրդ, շատ մութ անկյուններ ունի եւ սա հիմնականում վերաբերում է այդ երիտասարդներին, որոնք տեղյակ չեն այդ մութ անկյուններից։ Իսկ մութ անկյունները չներկայացնել նշանակում է պատմությունը ներկայացնել միակողմանի, սա կոչվում է խանդավառություն կամ ինչպես մերօրյա այսպես լեքսիկոնով են ասում, պաթոս, սիրելի ժողովուրդ։ Հիմա 1895 թվականի Սանահինում ծնվեց մի մանչուկ։ Տղան անգրագետ էր, իհարկե դպրոց չկար այնտեղ, գյուղի Սանահինի միակ գրագետ մարդը գյուղի վանականն էր։ Այդ մարդը շատ ման չգիտեր, վանական մարդ էր, գրագետ մարդ էր, հաշվի առնելով, որ գյուղում գոնե մեկ գրագետ մարդ չկար, վանականը համարվում էր գրագետ մարդ։ Կարդալ սովորում է վանականից, մինչև 10-ը հաշվում էր, չգիտեմ, մինչև 100-ը հաշվում էր, այսպես տարրական գիտելիքներ, տառերը սովորում է, երեխան, երբ որ տառերը սովորում է, առաջին հերթին, պատկերացնում եք տառերը սովորել է առաջին հերթին, ինչ այբեն արան, ինչ չգիտեմ ինչ կարդում է Մարքսի աշխատությունները, երեխա։ Այս երեխան տարվում է բոլշևիզմով։ Դուք արդեն պատկերացնում եք երևի թե ում մասին է խոսքը, բայց ես ուզում եմ կարճ ներկայացնել, թե ինչ արեց այս մարդը ԽՍՀՄ-ի համար եւ ինչ այստեղ նույնիսկ չգիտեմ բառը ինչպես ճիշտ ասել, արեց եւ չարեց Հայաստանի համար, այսինքն ինչ արեց ի վնաս եւ ինչ արեց ի օգուտ։ Շատ հակասական կերպար, սիրելի ժողովուրդ, ահավոր հակասական կերպար, ամենաերկարակյաց քաղաքական գործիչը Կրեմլի պատմության մեջ մարդ, որը 60 տարի խոնարհաբար, հավատարմաբար ծառայեց Կրեմլին, լինելով ծնունդով Հայաստանից։ Մինչև քաղաքացիական պատերազմը Բաքվի բոլշևիկների ընդհատակյա շարժումն էր ղեկավարում, հետո Նիժնի Նովգորոդում առաջին պաշտոնը ստացավ, 20-ական թվականներին դրա մասին, ես այսպես կարճ եմ ուզում ասնել, հասավ մինչև Կրեմլ եւ նշանակվեց ժողովրդական կոմիսար։ Նրան ասում էին Ստալինի անձնական ժողկոմը։ Ստալինի անձնական ժողկոմը, լիչնի նարկոմ Ստալին, այսպես եթե ասենք, 20-ական թվականներին, սիրելի հայեր, նորից եմ կրկնում, հիմնականում երիտասարդները, ովքեր կլսեն կամ չեն լսի։ Այ գիտեք ինչն է ցավալին։ Կասեմ ինչն է ցավալին։ Առանց հետին մտքի եմ ասում, սիրելի ժողովուրդ, որովհետև ես ինքնագնահատականի խնդիր չունեմ։ Լուրջ չունեմ ես ինքնագնահատականի խնդիր, ես բավական այսպես հագեցած կյանք եմ ապրել, չեմ ուզում անդրադառնալ այդ ամեն ինչին։ Ինքնագնահատականի խնդիր չունեմ, 100 հոգի, 50 հոգի, 1000 հոգի։ Երիտասարդները, որովհետև փորձառություն չունեն, հիմա այս ինտերնետի դարում մարդիկ որոշում են, որ եթե մեկին լսում են 100, 200, 300 հազար հոգի, խնդրեմ, ընդամենը 11, 15, 20 հոգի մարդ, չգիտեմ, հետո կավելանան 1000, 2000, 5000 կարևոր չի, նայում են, եթե մարդկանց լսում են 70, 80 հազար, ուրեմն մարդիկ լուրջ գործ են անում, ոչ։ Ասեմ, որ շատ լուրջ գործեր այսօր այս խառը իրավիճակներում շատ խելացի մտքեր հիմնականում մնում են աննկատ, որովհետև հասարակության մեջ այսպես ինչ ասեմ, որ հանկարծ նեղացրած չլինեմ ժողովրդին, որովհետև սա դաստիարակել են այս 30 տարիների մեջ սովետական միությունից անցում դեպի անկախ Հայաստանին եւ անկախ Հայաստանում սկսեցին արդեն կամաց հասարակությանը տանել այն աստիճանի, որ ինչպես եւ սովետական միությունում
Անկախության մասին կարող ենք ճչալ, բայց ազատության մասին որևէ մեկին որևէ գաղափար տրված չէր, ինչպես սովետական միության շրջանում։ Օրինակ, Միքայել Նալբանդյանի ազատություն բանաստեղծությունը, հա։ Սովետական միության շրջանը անցավ, եկավ անկախ Հայաստանը եւ մեզ արդեն սովետական միությունից անկախ Հայաստանում հայտնված մի գիշերվա մեջ վեր կացանք, ասեցին սովետական միությունը չկա, մի գիշեր էլ քնեցինք, արթնացանք, ասեցին, ըհն, սա էլ երկուս արդեն անկախ Հայաստանում ենք։ Ոչ կռի, ոչ պատերազմ, որևէ բան չկար, ոչ մի բան չկար, սովետական միությունը փլուզվեց, դրա հաշվին մենք անկախացանք եւ ոչ միայն մենք։ Մնացած հանրապետությունները, հերթով Վրաստան, Ադրբեջան կարևոր չասենք, մնացած հերթով սկսեցին հռչակել իրենց անկախությունը, բայց մենք անկախացանք ոչ թե կռվով, ոչ թե պատերազմով, ոչ թե արյունահեղությամբ, ոչ թե գնացին Կրեմլի դեմ կռիվ, Կրեմլից անկախանալու համար, մենք անկախացանք, որովհետև սովետական միությունը փլուզվեց։ Եվ որովհետև սովետական միություն չկա, բոլոր հանրապետությունները ազատ են, այսպես ասած, իրենց ընտրության մեջ, բոլորն հռչակեցին իրենց անկախությունը, բայց պարզվեց, որ որևէ մեկը մինչ օրս ազատ չէր իր ընտրության մեջ։ Որովհետև լծակները, որոնք մնացել էին այդ 70 տարում, այդ լծակները սկսեցին արդեն օգտագործվել անլեգալ։ Սովետական միության իրավահաջորդը շատ լավ գիտեր, որ սովետական միության փլուզումից հետո բոլոր հանրապետությունները անկախանալու են, բայց անկախությունը որպես հռչակագիր, որպես թուղթ, հա, վերցեցին, կարդացին։ Ես հիշում եմ Արամ Մանուկյանը, որ կարդաց, ես դպրոցական էի այդ ժամանակ դեռևս։ Հայաստանի Հանրապետությունը հռչակվում է անկախ հանրապետություն, ծափեր, ողջույններ դրսում համբուրվում են, գրկում են իրար, ուտել, խմել, չգիտեմ ինչ, այսպես, խանդավառության մեծ ալիք բարձրացավ։ Իգիթյանի հայտնի ելույթը, որ գնացել էր Մոսկվա Գորբաչովին, այսպես, հա, այդ հայտնի արտահայտությունը չեմ ուզում այսպես հանրայնացնել։ Ժողովուրդը սկսեց այսպես խանդավառությամբ, միանգամից խանդավառությամբ։ Սա խանդավառություն էր։ Ոչ ոք չէր մտածում, ասում, գիտեք ինչ, 70 տարի այս ճիրանների մեջ, այս լծի մեջ ապրած ժողովուրդը մեկ օրվա մեջ ընդամենը հռչակագիր էր կարդացել, ուրիշ ոչինչ, հռչակագիր էր կարդացել, ասել են մենք մեզ հռչակում ենք անկախ, լավ եք անում։ Ոչ ոք չի բողոքում, բոլորն իրենց հռչակեցին անկախ։ Նույն Վրաստանը, նույն, չգիտեմ, Մոլդովա, Ուկրաինա, այսպես հերթով գնաց, բայց 1 տարի չանցավ, ինչու 1 տարի, հենց մենք այդ ժամանակ արդեն լուրջ խնդիրների մեջ էինք 88-ից դեռևս, հա, երբ որ անկախությունը մենք հռչակեցինք, արդեն լուրջ խնդիրների մեջ էինք։ Շատ կարճ ժամանակ անց, սիրելի ժողովուրդ, Կրեմլը սկսեց օգտագործել իր լծակները, որովհետև հարյուրամյակների պատմության մեջ կոնկրետ, սա քաղաքական որևէ երանգներ չկա իմ ասացի մեջ, սա պատմություն է, սիրելի ժողովուրդ։ Պատմություն, որ երիտասարդները բացարձակ չգիտեն, տեղեկացված չեն։ Ես հիմա կխոսեմ այս մարդու մասին, կշարունակեմ նրա անելիքը, նրա արածը եւ կասեմ, թե ով էր այս մարդը, որին դուք այսպես շանդավառությամբ ներկայացնում եք, դուք գիտես Անաստաս Նիկոյանն ինչեր էր անում։ Այսպես, սիրելի ժողովուրդ, անկախացանք եւ կրկնում եմ, կոնկրետ ցարական Ռուսաստանից դեռևս երբ որ ես ասում եմ Կրեմլ, ես նկատի ունեմ հավաքական, քաղաքական, այսպես շահը, հա, ռուսների քաղաքական շահը։ Ժողովրդի հետ գործ չունեմ, ժողովրդին չեն կպնում, մշակույթին չեն կպնում, անհատներին չեն կպնում։ Մենք կպնում ենք պետության քաղաքական պետական շահին, այսինքն ինչ էր թելադրում այդ պետության պետական շահը։ Այդ պետության պետական շահի համար առաջին վտանգը, գերակա վտանգը եղել եւ մնում էր խաղաղությունը Անդրկովկասում 1800-ական թվականներից դրանից էլ առաջ։ Ուրեմն ինչ էր կատարվում։ Կրեմլում հասկանում էին, որ Անդրկովկասում խաղաղությունը սա հավասարազոր է Ռուսաստանի կործանմանը։ Ինչպես անել, որ Անդրկովկասում երբևէ խաղաղություն չլինի։ Այսպես եղավ 18 թվականին։ Երբ որ Քեմալն էր իմիջիայլոց, այստեղ մատն է, խառն էր, Քեմալի մատը խառն, երբ որ Քեմալի մատը խառնվեց եւ ստեղծվեց Անդրկովկասյան դաշինք, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ռուսաստանը միանգամից խառնվեց իր նոր էին եկել իշխանության քաղաքացիական պատերազմ, դեռևս իշխանությունը
ամրապնդված չէ, հա, ներքին գժտումներ, պատերազմներ, այսպես մորթում են իրար բոլշևիկներ, մենշևիկներ, մնացել են այն հին կադրերից, հա, Ռուսաստանը հասկաց երեք պետությունները երբևէ հանկարծ ընդհանուր շահի չգան։ Ինչպես անել, որ այս երեք պետությունը հանկարծ մի շահ չունենան։ Այսինքն չստացվի այնպես, որ Ադրբեջանի, Վրաստանի եւ Հայաստանի շահը, պետական շահը, հանկարծ համընկի, որովհետեւ եթե սա համընկեց, սա կդառնա լուրջ վտանգ Կռեմլի համար, էլի եմ ասում, հավաքական, քաղաքական շահի մասին է խոսքը, ժողովրդի եւ անհատների հետ գործ չունենք, մեկը կգա, մյուսը կգնա, սա կարևոր չէ։ Այսպես բոլշևիկները Քեմալի հետ եկան ոչ թե հանցավոր համաձայնության, այլ պարզապես քաղաքական շահերը քննարկեցին եւ լուծարեցին Անդերկովկասյան դաշինքը։ Լուծարեցին, որից հետո երեք պետություններն էլ բռնի սովետականացվեցին։ Նույն կերպ եղավ Մերձբալթյան հանրապետությունների հետ, նույն կերպ եղավ Ֆինլանդիայի հետ, նույն կերպ եղավ Լեհաստանի հետ։ Ռուսաստանը, Ստալինը անձամբ, պարտավորվել էր վտանգի դեպքում երաշխավորել Մերձբալթյան երկրների Ֆինլանդիայի, Լեհաստանի անվտանգությունը, բայց այստեղ շատ մութ կետեր կա, էլի եմ ասում, որից երիտասարդները տեղյակ չեն։ Երբ որ Հիտլերը պատրաստվում էր արդեն անցնել դեպի Լեհաստան, Չեխոսլովակիան, Ավստրիան վերցրել էր, Չեխոսլովակիան վերցրել էր, սովետական միությունը, կարմիր բանակ, այսպես ասած Ստալինը, պաշտոնապես դիմեցին Լեհաստանի կառավարությանը եւ Եվրոպա մտնելու համար միջանցք ուզեցին լեհերից։ Ստալինն ասեց՝ դու մեզ միջանցք տուր, որպեսզի կարմիր բանակը Լեհաստանի տարածքով անցնի։ Մնացածը հետ գործ չունես, մենք կերաշխավորենք այս ամեն ինչը։ Լեհերը 2, նույնիսկ 3 անգամ կտրականապես մերժեցին։ Լեհաստանի կառավարությունն ասաց, որևէ լեհ համաձայն չէ եւ չի էլ կարող համաձայն լինել, այսպես բառացի եմ ասում, որ կարմիր բանակի զինվորները տրորեն, այսպես Լեհաստանի հողը չթողեցին։ Ինչի համար, երբ որ Հիտլերը մտավ Լեհաստան, մի հատ էլ Ստալինը այս կողմից ապտակեց։ Նույն կերպ եղավ Ֆինլանդիայի հետ։ Նույն կերպ եղավ Մերձբալթյան հանրապետությունների հետ, պարոնայք։ Սանահինցի այս գահել տղան այդ ժամանակ արդեն արտաքին առևտրի նախարարն էր։ Պատերազմի սկսելուն պես նշանակվեց արդեն զենք զինամթերքի պարենի, չգիտեմ, այսպես պատասխանատու, բայց միջև պատերազմի սկսելը 20-ական թվականներին սովետական միությունը հայտնվեց պարզապես սովի շեմին քաղաքացիական պատերազմից հետո, երբ որ բոլշևիկները արդեն իրենց իշխանություն հաստատեցին, սովետական միությունը պարզապես հայտնվեց սովի շեմին։ Այս երիտասարդը Տանահինցի Միկոյան Անաստասը, երբ որ Ստալինը նրան այսպես կամաց սկսեց առաջ տանել, 20, 21, 25, արդեն 30, 33 թվական, 33 թվականին պաշտոնապես դիվանագիտական կապ հաստատվեց սովետական ԱՄՆ-ի հետ։ Մենք սրա մասին խոսել ենք, ես չեմ ուզում կանգնել այս թեմայի վրա, հա։ Անաստասը գնաց Ամերիկա աշխենի հետ, կնոջ հետ։ ԱՄՆ-ից արևմտյան բարքերը գիշեր-ցերեկ քարկոծող սովետական այս ագիտատորի համար, խորհրդային բոլշևիկյան այս ագիտատորի համար, Միկոյան Անաստասի համար, գիշեր-ցերեկ արևմտյան բարքեր, այսպես վարկաբեկելով, այսպես չգիտեմ, երբ որ մտավ Ամերիկա, Անաստաս Միկոյանի աշկերը այսպես եղան։ Անաստաս Միկոյանի համար Ամերիկան ուրիշ մոլորակ է։ Դա դեռ 33 թվականն է։ ԱՄՆ լավագույն շրջանում չէր, նույնիսկ խիստ վատագույն շրջանում էր, բայց նույնիսկ այս շրջանում սովետական միությունից երբ որ հասան ԱՄՆ, Աշխենն ու Միկոյան Անաստասը հրախտ երևաց ԱՄՆ նրանց համար։ Նոր տեխնոլոգիաներ, այնպիսի բաներ հենց այդ ժամանակ, երբ որ Անաստասը եւ Աշխենը վերադարձան ԽՍՀՄ 33 թվականին, ԽՍՀՄ-ում հայտնվեցին մեր մանկության պլոմբիրները, ձողիկները, չգիտեմ, պոպկորներն, այսպես, մենք հետո
Այս ամենը բերվեց Ամանից 3 տարի անց, ընդամենը 36 թվականին արդեն։ Սովետական Միությունում այսպես միանգամից ոտքի կանգնեցին կաթի գործարաններ, հացի գործարաններ, հրուշակեղենի գործարաններ, շաքարի գործարաններ, Սովետական Միությունը մինչև 100-ը հաշվող, դրանից ավել ոչինչ չիմացող, Մարքսի իդեոլոգիայով ապրող եւ դաստիարակված Անաստաս Միկոյանի շնորհիվ Սովետական Միությունը սկսեց շաքարի արտահանել արդեն, Սովետական Միությունից որևէ բան չէր արտահանվում։ Ընդհանրապես, մինչև դիվանագիտական կապ հաստատելը, ինչու էի ասում Անկարա եւ Մոսկվա բարեկամությունը, մինչև դիվանագիտական կապի հաստատումը բոլշևիկյան Ռուսաստանը պարզապես քաղաքական վտարանդի է։ Իշխանություն գոյություն չուներ, մեկ սրանք էին վերցնում, մեկ նրանք, բոլշևիկներ, մենշևիկներ վերցնում էին, առնում էին, հետո որ բոլշևիկները հաստատվեցին, որևէ մեկը չէր ուզում նրանց հետ գործ ունենալ։ Աշխարհի հզորագույն պետություններ, Անգլիա, չգիտեմ, Եվրոպա, Ֆրանսիա, այնտեղ ԱՄՆ, ռուսները մնացին քաղաքական վտարանդի։ Եվս մեկ քաղաքական վտարանդի ապրում էր մեզանից մի հարգ ներքև, այսպես ասած, Քեմալական Թուրքիան, որը նոր կազմակերպվել էր, մի 10 տարվա պատմություն ուներ հազիվ, հա, Քեմալը կարողացել էր պետությունը ստեղծել, կազմավորվել, բայց նրանք էլ էին քաղաքական վտարանդի։ Եվ այս երկուսը, որպես երկու քաղաքական վտարանդիներ, սկսեցին կամաց ընդհանուր քաղաքական շահ փնտրել։ Թեև միմյանց, գիտեք ոնց, միշտ այսպես մազից կախված են եղել ռուս-թուրքական հարաբերությունները, միշտ։ Մեկ բարեկամ էին, մեկ թշնամի էին, մեկ բարեկամ էին, մեկ թշնամի էին, բայց դիվանագիտություն կոչվածի մեջ, քաղաքական շահ կոչվածի մեջ, սա նույնիսկ նորմալ էր։ Հասկանում եք, այստեղ չկան էմոցիաներ։ Մեր բարեկամները, ֆրանսիացիները, անգլիացիները, ռուսները չկային բարեկամներ։ Երկիրը, պետությունը, մեծ հսկայական մայրցամաքի կեսը զբաղեցնող պետությունը, որը բարեկամ չէր կարող ունենալ։ Նա պիտի ունենար քաղաքական շահ եւ իր քաղաքական շահի հաշվին ում պետք էր կասեր բարեկամ, ում պետք չէր ասի բարեկամ։ Այսպես եղել է միշտ։ Եվ Քեմալական Թուրքիան էլ այսպես կարողացավ, այսպես առաջին աշխարհամարտից հետո հայտարարակ վիճակում հայտնված թուրքերը, հայտարարակ վիճակում պարտություն, այսպես ձեռքները վեր պարզած թուրքերը, Մուդրոսի պայմանագիրը ստորագրած թուրքերը, որ ուղղակի Թուրքիան, ես չգիտեմ, ամեն վարքյան, եթե չլիներ Քեմալը, պետությունը, ես չգիտեմ, չէր էլ լինի, Քեմալը կարողացավ այսպես ջախջախված, այսպես ոչ մի բանից կարելի ասել, հա, խայտարակ վիճակում գտնվող պետությունը հանեց ոտքի, եւ ոչ միայն հանեց ոտքի, այլև կարողացավ լուրջ քաղաքական շահ ներկայացնել, այնպիսի շահ, որ Մուդրոսի պայմանագիրը դարձավ Բիբլի թուղթ։ Մուդրոսի պայմանագիրը, Սադր Վիլսոնից առաջ, ըստ Մուդրոսի պայմանագրի թուրքերը պարզապես պիտի փախնեին Կիլիկիայից, անգլիացիները տարել էին Հունաստանի այդ Մուդրոս կղզում անգլիական նավի վրա, առաջին աշխարհամարտից հետո թուրքերը հանձնվել էին, իրենց պարտությունը ընդունել էին եւ ստորագրել էին տվել Մուդրոսի պայմանագիրը։ Հայերն էլ ուրախացել էին, խանդավառվել էին, ասում էին, «Վայ, տեսեք, էս ինչ պայմանագիր են ստորագրել, հեսա Քեմալ, Ջեմալ, Էնվեր, էս բոլորին էսպես փայլատ։ Երի թուրքերի կառավարությունը խայտարակ է եղել, հեսա տեսեք ինչ է լինում հայերի»։ Իմիջիալոց անգլիացիները ստորագրել էին ըստ Մուդրոսի պայմանագրի, ֆրանսիացիները ստորագրել էին։ Անտանտը ստորագրել էր, որ ըստ Մուդրոսի պայմանագրի դաշնակիցները պարտավորվում են մտնել Կիլիկիա, եթե թուրքերը դուրս չգան այնտեղից։ Հայերի համար շատ շահավետ էր Մուդրոսի պայմանագիրը։ Բայց անցան տարիներ, անցան ժամանակներ, ոչ միայն որևէ կետ իրականացվեց Մուդրոսի պայմանագրից, մի հատ էլ եղերն իրագործվեց։ Եվ այստեղ դաշնակիցներից ոչ մեկը չասեց. «Պարոն, դու որ պարտավորվում էիր դուրս գալ այս տարածքներից, դու որ ձեռքերդ վեր էր բարձրացրել, դու որ հանձնվել էիր առաջին աշխարհամարտում, ես ո՞նց եղավ, որ դու մի հատ էլ եղերն եւ որևէ մեկը չխառնվեց, որևէ դաշնակից չխառնվեց»։ Հիմա կարողացավ
լեզու գտնել քաղաքական շահ։ Պետական շահ կարողացավ եվրոպացիներին համոզել, որ իր հետ բարեկամությունը բխում է Եվրոպայի շահերից։ Սա դեռ 15 թվականին, երբ որ նավատորմը փորձում էր մտնել Դարդանել եւ դրանով հասնել Ռուսաստան։ Թուրքերի կառավարությունը խայտառակ պարտություն կրեց, խայտառակ իրավիճակում էր, եղերն արեցին, այդ ամեն ինչը թողեցին, հետո եկավ Քեմալը եւ ոչ մի բանից ստեղծեց Թուրքիայի, ոչ թե ոչ մի բանից, այլ այդ ավերակների վրա կառուցեց այդ պետությունը եւ դարձյալ հայերը, այսպես նշանակալի ավանդ թողեցին այդ պետության մեջ։ Նույնը եղավ Ռուսաստանում։ Հիմա Միկոյան Անաստասը հաստատում արդյունաբերությունը 5 տարում, ընդամենը 5 տարում հասցրեց այն մակարդակի, որ անկախ վերլուծաբաններ, անկախ պատմաբաններ, հիմա որ պատմությունը վերլուծում են մարդիկ, ռուսների մասին է խոսքը, անկախ պատմաբաններ, անկախ վերլուծաբաններ անպայման նշում են, որ եթե չլիներ Անաստաս Միկոյանի այս նվիրյալ աշխատանքը, այս 5 տարիների ամենակիչը, աշխատանքը, ՍՍՍՐ-ը դժվար թե կարողանար հաղթել պատերազմը, նույնիսկ եթե զոհերը կրկնակի լինեին, քան կան, այսինքն պատկերացնում եք, ինչ միլիոնների մասին էր խոսքը։ Արդյունաբերության հաշվին ԽՍՀՄ կարողացավ դիմակայել սրան։ Սա պատերազմ է, բայց պատերազմից ընդամենը 4 տարի առաջ, 1937 թվականին, ներքին գործերի ժողկոմիսար 37 թվականի հունիսին նշանակվեց Նիկոլայ Եժովը եւ Եժովի հրամանով համար 00447 հրամանով, այսպիսի հրամանքը արխիվներում մինչև հիմա մնացել է։ Սա Եժովի ստորագրած հրամանն էր։ Ուկազ նոմեր 00447։ Սկսվեց մեծ ահաբեկչությունը։ 800,000 մարդ է տուժել այդ 37 թվականի ահաբեկչություններին։ Ես չգիտեմ այդ տերորին, չգիտեմ ինչին, 100,000-ներով գնդակահարվել են, աքսորվել են։ Ստալինը որոշեց գլխատել, այսպես ինտելեկտուալ, այսպես շերտը, զինվորականներ, գեներալներ Եժովի հրամանով։ Եվ Անաստաս Միկոյանն այստեղ շքագերթավոր, այսպես ասած, հրաշալի դրսևորեց իրեն, հրաշալի, որովհետև Կռեմլը Անաստաս Միկոյանին գործուղեց Հայաստան, ասեց Անաստաս, քո երկիրն է, գնա քո ձեռքով, կարգավորի այնտեղ, հակաբոլշևիկներ կան, ով կա, ինչ կա, ոնց կա։ Սուտակը, որ նրան տալիս էր Եժովը, մենք սովոր ենք, հա, անդադ գիտեք, անունը շոշափում է իմիջիալոց 38 թվականին, արդեն 38 թվականի նոյեմբերին, երբ որ Բերյան փոխարինեց Եժովին, այդ բռնաճնշումները սկսեցին արդեն նահանջել։ Բերյան, երբ որ նստեց Եժովի տեղը, այդ բռնաճնշումները սկսեցին նահանջել։ Սա պատմություն է, բայց Կուկուռուզնիկ Խրուշչովը արդեն Ստալինի մայից հետո, երբ որ Բերիայի դեմ գնացին, հա, Բերիային ներկայացրեցին որպես այդ մեծ ահաբեկչությունների, այսպես գլխավոր գերագույն պատասխանատու, բայց դա այդքան էլ այդպես չէր, այդքան էլ այդպես չէր։ Ճիշտ է գրում էր, ճիշտ է ստորագրում էր, ճիշտ է ինքը ժողկոմն էր, բայց Եժովի հրամանով կոտորվեցին 800,000 մարդ։ Եժովի հրամանով։ Եժովի ստորագրած 00447 հրամանով։ Անաստաս Միկոյանը եկավ Հայաստան։ 20-30-40 հոգի մարդ էին գրում, հա, Բերյան ու Ստալինը կամ Եժովը տալիս էին Անաստասին, ասում են, այս մարդիկ մեր դուրի չեն գալիս, մատ գնատես։ Անաստասը գալիս էր եւ որպես բարի կամքի դրսեւորում, որպես հավատարմության երթում Կռեմլին, կրկնապատկում էր ցուցակը։ Ասում էր մի 50 հոգի ես եմ ավելացրել։ Անաստաս Միկոյանի ստորագրությամբ գլխատվում էր հայկական մտավորական էլիտան։ Զինվորականները, ոչ միայն մտավորականները։ Անաստաս Միկոյանի մասին կանգնել եւ գոռալ ասել, գիտեք ինչ արեց Անաստաս Միկոյանը, կյանքի վերջին տարիներին իմիջիալոց այս մարդը նույնիսկ հավատարմաբար ծառայելով Կռեմլին չփրկվեց Ստալինի սև ցուցակում հայտնվելուց։ Երկար ժամանակ ատրճանակը այսպես պահած, թակուն պահած, հա, այսպես ուսումի տակ պահած, մտածում էր ինքնասպան լինելու մասին։ Այն ժամանակ այդպիսի չգրված, այսպես օրենք կար, հա, չգրված, այսպես կարգեր, որ
Եթե Ստալինի սև ցուցակում հայտնվածները ինքնասպան էին լինում, ոչ թե դատվում էին, ոչ թե բռնում էին նրանց, ոչ թե ձերբակալում էին, այլ ինքնասպան էին լինում, նրանց ընտանիքը փրկվում էր աքսորից։ Միկոյանը մտածում էր ինքնասպան լինել, որպեսզի կարողանար ընտանիքին փրկել, այսինքն եթե ինքը ինքնասպան լիներ, ընտանիքը պիտի փրկվեր։ Եվ ինքնասպանության օր որոշեց այս մարդը։ Այս մասը Միկոյանը ինքնասպանության օր որոշեց 1953 թվականի մարտի 5-ի լուսաբացը։ Նրա տղայի վկայություններից եմ ես պատմում։ Ասում է երեկոյան ժամը 10-ն էր, մարտի 4-ը արդեն փոխվել է մարտի 5-ի։ Երեկոյան ասում է 12-ից հետո դուռը ծեծեցի, ասում է դուռը այսպես կիսաբաց արեց papan, նայեց, ասեց ինչ ես ուզում։ Ասեցի կարամ ներս գամ, ասեց չէ, մինչև լուսաբաց ինձ չանհանգստացնես, ես աշխատում եմ, սենյակում մենակ էր։ Այսինքն աշխենը նրա հետ չէր այդ պահին։ Միկոյանը որոշել էր ինքնասպան լինել եւ 1953 թվականի մարտի 5-ի լուսաբացին ինքնասպան լինելուց վայրկյաններ առաջ, որ այս մարդը որոշում է ինքնասպան լինել, դուռը ծեծում են, ասում են Անաստաս Իվանովիչ, Ստալին умер։ Ստալինի մահը այս մարդուն փրկեց ինքնասպանությունից։ Ստալինի մահը Եվ Ստալինի մահից հետո զարմանալիորեն, երբ որ Խրուշչովը սկսեց մաքրել Ստալինի այդ ողջ անձնակազմը բերյաններով, չգիտեմ, այսպես գնդակարելով գնաց Աբակումովներով, Քաբուլովներով, չգիտեմ, այսպես գնդակարելով գնաց, Անաստաս Միկոյանը չտուժեց։ Խրուշչովին գահընկեց Անաստաս Միկոյանը չտուժեց։ Երկարակյաց այսպես քաղաքական գործիչը Իլիչից մինչև Իլիչ առանց ինֆարկտ ու պարալիչ այսպեսի արտահայտություն կար, հա, քաղաքական այսպեսի արտահայտություն կա Միկոյանի մասին, «От Ильича до Ильича без инфаркта и паралича»։ Այսինքն որևէ քաղաքական գործիչ այսքան երկարակյաց կարիերա չի ունեցել։ Եվ ես միշտ մտածել եմ, այ բա Բաքվի կոմիսարներ, դեռևս 16 թվական, 17 թվական, 18 թվական քաղաքացիական պատերազմ, չգիտեմ, բոլշևիկներ, մենշևիկներ, այսպես հարյուր հազարավոր մարդիկ գնդակահարվեցին։ Եկավ Ստալինը, Լենինը մահացավ, եկավ Ստալինի շրջապատում հայտնվեցին միայն նրանք, ովքեր այսպես հավատարմության երթում, բայց Ստալինի համար հավատարմությունը ոչ մի արժեք չուներ։ Ոչ մի արժեք չուներ։ Երեկույթներից մեկի ժամանակ, երբ որ Ստալինը Նադեժդա Ալելույևային իր կնոջը այսպես Նադեժդային վիրավորում է, հա, վիրավորում է։ Սկսում է այսպես Նադեժդայի, այսպես ասած, ջգրու, սկսում է սիրահետել գեներալներից մեկի կնոջը, հա, մարշալներից նույնիսկ գեներալ է, չէ։ Նադեժդան իրեն վատ է զգում, վեր է կենում սեղանից, որ պիտի գնա, Ստալինը հետևից ճչում է, ասում է մի հատ նստի տեղդ, եւ Նադեժդան բոլորի ներկայությամբ օպտում է Ստալինին։ Ստալինը սա չէր մարսելու։ Ստալինը որոշում է պատժել կնոջը, բայց այդ գիշեր տուն չի գնում Ստալինը, հա, գիշերը մնում է իր այդ առանձնատանը, առավոտյան գնում է, ну, տուն ասած Կրեմլի իր սենյակի մասին էր խոսքը։ Առավոտյան գնում է Նադեժդային այսպես պատժելու եւ Նադեժդա Ալելույևային գտնում է իր սենյակում ինքնասպան եղած։ Հետո արդեն Ստալինը կասի, որ որևէ մեկը չի կարողացել ինձ պատժել այնպես, ինչպես Նադեժդան իր ինքնասպան լինելով, այսինքն թույլ չտվեց, որ ես իրեն պատժեմ, ինքնասպան եղավ, բայց Նադեժդա ինքնասպանությունից հետո հավատարմության երթումներ ընդունող պարոն Ստալինը վերադարձավ արդեն այն խնջույքին, ովքեր որ նստած էին այդ սեղանի շուրջ իր լավագույն ընկերները դեռևս Թիֆլիսի շրջանից, մարդիկ, որոնք կանգնած էին բոլշևիզմի ստեղծման ակունքներում, բոլորի տղամարդկանց գնդակահարեց, կանանց ուղարկեց Սիբիրներ, հետքերը մաքրելով հավատարմությունը ոչ մի արժեք չուներ նախահեղափոխական հանցագործ Կոբայի համար, ոչ մի արժեք չուներ։ Գիտեք,
Պատմությունը, ես էլի եմ ասել, սիրելի ժողովուրդ, սա ճշգրիտ գիտություն չէ։ Ստալինը հաղթեց պատերազմը։ Ստալինը չէր կարող պատերազմ հաղթել։ Պատերազմը հաղթեց խորհրդային միության ժողովուրդը։ Մինչև Ստալինգրադի ճակատամարտը Ստալինը միանձնյա որոշումներ էր կայացնում եւ պատերազմի առաջին 2-3 ամիսներին արդեն միլիոններով զոհեր ու գերիներ ունեին։ Մի հատ էլ այդ գերիներին էսպես տվեց դժոխք ու գիրք է, այսպես ասած, հա, մենք այդ հայտնի արտահայտությունը կա, մենք գերիներ չունենք, մենք ունենք ազգի դավաճաններ։ Գերմանացիներն ասում են, այ քեզ բան, գերմանացիները փորձում են իրենց գերիներին հետ բերել, պայմանավորվում էին, ասում են, ինչ պիտի տանք, ոնց պիտի տանք, սրան տանք, դան տանք, Ստալինն ասում են, իսկ գերիներ պետք չէ, ինձ իմ հետ առևտուր մի արեք։ Իմ հետ առևտուր մի արեք։ Եվ այստեղ հենց սովետական կինոյի երկու դրամատուրգներ հորինեցին այդ միֆը, ֆիլմի համար հորինեցին։ Ներողություն։ Եւ այդ միֆը հետո սկսեց շրջանառվել, եկավ ասա մինչև մեր օրեր, իբր թե Ստալինգրադի ճակատամարտի ժամանակ գերինգած Պաուլոսին Հիտլերը փորձում է փոխանակել Վասիլի Ստալինի հետ, եւ Վասիլի Ստալինը այդ հայտնի Յոսիֆ Ստալինը այդ հայտնի արտահայտությունն ասում, որ իբր ես մարշալին չեմ փոխում, չգիտեմ սովորաբար, բայց այդպիսի բան չկար։ Սա միֆ էր, սա շատ մեծ միֆ էր, որովհետեւ Պաուլոսը ինքնակամ այսպես գերի էր հանձնվել եւ Հիտլերը աշկով աշկ չուներ Պաուլոսին տեսնելու եւ չէր էլ մտածում նրան հետ բերելու։ Բայց անցնենք Միկոյանին, սիրելի ժողովուրդ, կյանքի վերջին տարիներին։ Միկոյանին կանչում են հարցազրույցի արդեն, հա։ Անցել են դեպրեսիաները, ռեպրեսիաները, Ստալին, Բերիա, տերոր ամեն ինչ անցել է։ Իլիչից, Լենինից հասել է մինչև Իլիչ Բրեժնև, հարցնում են, ասում են Անաստաս Իվանիչ, գոհ ես քո ապրած կյանքից, քո ժողովրդի հանդեպ, ինչ ես արել քո ժողովրդի համար։ Ես չեմ ասում, որ որևէ լավ բան արել ես, թե չես արել, ինչքան վատ բան ես արել քո ժողովրդի համար, Անաստաս Միկոյան։ Անաստաս Միկոյանը պատասխանում է, ես ռուսերեն կասեմ, ասում եմ, մի все тогда были подлецами подонками։ Ասում եմ, բոլորս էինք այսպես։ Այդպիսին էինք, բոլորս այդպիսին էինք, ռեժիմը այդպիսին էր, մենք բոլորս սրիկաներ էինք։ Բոլորս էինք սրիկաներ, բայց Հայաստանում ապրում էր Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջան։ Նույն Աղասի Խանջանի մասին մեր այսօրվա երիտասարդները խանդավառությամբ իր ժողովրդի սիրելի զավակ, այո, Աղասի Խանջանին հայերը շատ էին սիրում, շատ էին սիրում։ Բայց գոյություն պատմական կշեր։ Այդ պատմական կշերքին դրվում են մարդու մի կողմից հեղինակությունը, ըստ երևույթին, հա, մի կողմից նրա արածը կամ չարածը։ Աղասի Խանջյանը ակտիվորեն ուզում էր լուծարել հայ առաքելական եկեղեցին, ակտիվորեն։ Նույնիսկ Ստալինին էր խնդրում, ասում էր, ես եկեղեցին ես պետք չէ, եկեք լուծարենք, ինչ կաթողիկոսի, որովհետև վիճել էր կաթողիկոսի հետ, փորձել էր գնել, այսպես ասած, կաթողիկոսին, ասել էր, ես քեզ կօգնեմ, որ դառնաս կաթողիկոս, անուններ չեմ ուզում տալ, բայց պիտի այսպես աներ, կաթողիկոսն ասել էր, սա քո համար վճարովի ինչ-որ պաշտոն չի, որ դու ինչ ուզես, ոնց ուզես, կաթողիկոսը մնում է կաթողիկոս, որից հետո Աղասի Խանջյանը գրել էր Ստալինին խնդրանքով, նույնիսկ խնդրանք էլ, այսպես համոզում էր լուծարել հայ առաքելական եկեղեցին, չեղյալ անել կաթողիկոսի ընտրությունները եւ Աղասի Խանջյանին ներկայացնել որպես սովետական միության, այսպես ասած, ինչ ասեմ, սովետական միության, կներեք այդ կենցաղային լեքսիկոնի համար, հա, սովետի հերն անիծում էր, Հայաստանը կառուցում էր։ Պարոնայք, ես խոսում եմ մեծ տերորի մասին, թեև մեծ տերորին Աղասի Խանջյանը չհասավ, արդեն գնդակահայել էր նրան բերյան։ Որևէ մեկը
17 թվականից վերև, թեև դրանից էլ առաջ ցարական Ռուսաստանում, այդ լծակների տակից որևէ տեղ չի փախել, ոչ ցարական Ռուսաստանի, ոչ բոլշևիկների, ոչ էլ նրանց իրավահաջորդ ՌԴ-ի, այդ լծակները շատ խորն են մտած այս երկրում, շատ խորն են մտած։ Այդ լծակների տակից ոչ մեկը չի փախել։ Ոչ ոք չի կարողացել գալ իշխանության եւ սովետական միությունը քանդել, բերել Հայաստանը կառուցել։ Սովետական միությանը չհպատակվող որևէ մեկ իշխանության չէր հասնելու։ Եթե հանկարծ ինչ-որ բան թույլ տար իրեն, կլիներ այն ինչ-որ եղավ։ Եվ ահա այստեղ մենք այս թեմայի մասին շատ ենք խոսել։ Երբ որ թուրքերը հանկարծ խնդիր էին ունենում Հայաստանի հետ, երբ որ Մոսկվան հանկարծ խնդիր էր ունենում Հայաստանի հետ, Մոսկվան թուրքերին ասում էր, այս հարցը լուծի հայերի ձեռքով, թուրքերը Մոսկվային ասում էին, այս հարցը լուծի հայերի ձեռքով։ Հայերը օգտագործվում էին հայերի դեմ իշահ, ռուս, թուրքական եւ ճակերտավոր եւ առանց ճակերտների բարեկամության։ Այո, դուք պատմության մեջ կգտնեք, չգիտեմ, իշխան դոլգոռուկիներ, չգիտեմ ինչեր, չգիտեմ ոնց էր ռուսներն եկան, ռուսներն հասան, այսպես արեցին, այնպես արեցին, պարսիկները եկան հասան, հնդիկները եկան հասան, անգլիացիները հասան, ֆրանսիացիները հասան, մեր բարեկամ ֆրանսիացիները։ Ես չեմ ուզում կպնել ժողովուրդներին, այստեղ ես չեմ կարող ֆրանսիացուն, սա հավաքական, կրկնում եմ, պետության գերակա շահի մասին, այսինքն երբ որ ասում ենք ֆրանսիացիներ, մենք նկատի չունենք Ֆրանսիայի ժողովուրդը։ Ֆրանսիայի ժողովուրդը հիանալի ժողովուրդ է, Ֆրանսիան հիանալի մշակույթ ունի, ես չեմ խոսում Հնդկաստանի կամ Պարսկաստանի մասին, չեմ խոսում Հունաստանի մասին, ասենք հին քաղաքակրթությունների կրողներ, օրինակ պարսիկների մշակույթը, ես չգիտեմ, զարմանահրաշ, շքեղ, հիանալի մշակույթ ունեն, բայց մեր ժողովուրդը շատ է դուժել Պարսկաստանում, դեռևս մեր թվարկությունից առաջ։ Դեռևս մեր թվարկությունից առաջ դեռևս Աքեմենյան Պարսկաստանում բռնի տեղահանումներ, չգիտեմ ինչեր, այն կողմից հետո մողոլներն եկան, հետո Շահ Աբասը սկսեց, չգիտեմ, մտածում էր Օսմանյան կայսրությունը հանգարց կարող է հասնել Արևելյան Հայաստան, ավելի լավ է ժողովրդին ես շուտ տեղահանեմ այստեղից, որ Օսմանյան կայսրությունը շուտ չհասնի Արևելյան Հայաստան, որտեղ Օսմանյան կայսրությունը բավական այն ժամանակ նո ամենայն դեպս այսպես ուժերով եւ ուժեղ էր Պարսկաստանից ուժեղ էր այդ ժամանակ այդ բռնի տեղահանումների մասին է խոսքը բարեկամներ ընկերներ չեն եղել եւ ահա այսպես այս պատմությանը մենք շատ ենք անդրադարձել բայց նորից կասեմ Աղասի Խանջյանը Վանեցիների զավակ էր շատ լավ մարդ էր բայց Աղասի Խանջյանն էլ ենթարկվում էր ռեժիմին Աղասի Խանջյանը որևէ կերպ չէր կարող պլստալ այդ ռեժիմի ճանկերից ու լծակներից Աղասի Խանջյանը չէր կարող ռեժիմը քերել, ինչպես այս երիտասարդներն են փորձում ներկայացնել։ Չէր կարող սովետական միությունը քերել եւ բերել Հայաստանը կառուցել, չէր կարող։ Եվ վերջապես նորից պիտի անդրադառնամ այս պատմությանը, երբ որ Գյուլբենկյան Գալուստը որոշեց այդ Եղեռնից Մազապուրտ եղած 15 թվական, 33 թվական, 18 տարի անցել էր արդեն։ 18 տարի անցել են, մեր ժողովուրդը դեռևս տուն ու տեղ չունեն, այդպես անապատներով Գալուստ Գյուլբենկյանն ասեց՝ մեղք են մեր ժողովուրդը, ես ինքս կացարաններ կկառուցեմ։ Գալուստ Գյուլբենկյանը, որը համարվում է British Petroleum-ի համահիմնադիրներից, Գալուստ Գյուլբենկյանը, որը համարվում է Turkish Petroleum-ի համահիմնադիրներից, Գալուստ Գյուլբենկյան պարոն 5%-ը, որը միջքաղաքական նույնիսկ հարցեր էր լուծում, աշխարհով մեկ, այս մարդը միլիոն անգամ իր օգնություն առաջարկել Հայաստանին, բայց բոլշևիկները թույլ չէին տալիս որևէ մեկը Աղասի Խանջյանը հանգարց կապ ունենար Գալուստ Գյուլբենկյանի հետ, կգնդակահարվեր, ինչը եւ եղավ։ Եվ հենց այստեղ, երբ որ սկսեցին հայերի համար կացաներ կառուցել, Անկարան հիստերիայի նոպայով ընդունեց այս ամեն ինչը։ Հիստերիայի նոպայով Անկարան զանգեց, Անկարայից այսպես հղումը գնաց Կրեմլ եւ Կրեմլին ասեցին՝ ընկեր Ստալին, բա որ այս հայրը սկսեցին կացարաններում ապրել, սկսեցին կրակի շուրջ հավաքվել, խոսել իրենց անցյալից, զոհերից, բարեկամներից, արյան կանչ կա, պաթոս կա, խանդավառություն կա, այս հայրը մի քիչ տաքացան, մի քիչ կշտացան, մի քիչ հիշեցին, մի քիչ վրեժ, հայրը նորից հետ կգան մեր վրա կռիվ։ Լուծեք այս հարցը, ընկեր Ստալին։ Ինչ գործ ունի անգլոհպատակ Գալուստ Գյուլբենկյանը, բայց Գալուստ Գյուլբենկյանը Հայաստանում չէր կառուցում։
Սովետական միությունում հո չէր կառուցում, սովետական միության սահմաններից դուրս, բայց քաղաքական բարեկամներ, այսպես ասած, Անկարան եւ Կրեմլը որոշեցին Ալոս Գյուլբենկյանին լիկվիդացնել հայերի ձեռքով։ Ոչ Թուրքիան խառնվեց դրան, ոչ էլ Մոսկվան։ Դրան խառնվեց Աղասի Խանջյանը։ Աղասի Խանջյանը շատ բարձր ամբիոնից պարզապես այսպես մեղմ ասած Գյուլբենկյան Գալուստին ասեց Գալուստ մի քիչ խելոք մնա։ Ես շատ նուրբ եմ ասում։ Գալուստ Գյուլբենկյանը նեղացավ, Գալուստ Գյուլբենկյանը հրաժարվեց հայկական բարեգործական ընդհանուր միության, այսպես ասած, պատվավոր ղեկավարի պաշտոնից, իսկ հետո արդեն գնաց Պորտուգալիա եւ անհաշվելի գումարներ, որը նա բազմիցս առաջարկում էր, փորձում էր օգնել Հայաստանին, տարավ եւ թողեց Պորտուգալիային։ Միքայել Արամյանցը միլիոնների, միլիարդների մեջ Թիֆլիսը կառուցելով, նա կառուցելով Արցախից հասավ այնտեղ Միքայել Արամյանցը առաջին մարդն էր, որը Բաքվից այդ նավթատարներով նավթը երկաթողով դուրս բերեց։ Մանթաշովը, նայ Մանթաշյանը, ասում են, որ Մանթաշովի կողքին նստելը, Մանթաշովի հետ մի սեղանի շուրջ նստելը գերագույն, այսպես ասած, պատիվ էին համարում Ռոքֆելլերները, Ռոթշիլդները։ Մանթաշովն էլ քիչ չարեց, սիրելի ժողովուրդ, բայց ոչինչ չմնաց Հայաստանին։ Մանթաշովն էլ անհասկանալի գումարներ, այսօրվա գումարներով ես նույնիսկ չեմ կարող ասել ինչ գումարի մասին է խոսքի, քանի միլիոնների է հասնում, հա, ժամանակին, երբ որ անհաշվելի այդ գումարներով գնեց Ժան Գուժոնի տարածքի Փարիզի այդ եկեղեցու տարածքը եւ կառուցեց այդ եկեղեցին, ինչի համար էլ ժամանակին, երբ որ Թումանյան Հովանեսը նեղվել էր Մանթաշովի հետ հանդիպումից, Հովանես Թումանյանը դրանից հետո կգրի Աստծո բանտն են տաճարները երկնքից տակ բովանդակ, իբր ընտեղ է ապրում Տերը պաշտողների փակի տակ։ Ну, սա ոչ ուղակի եւ ուղակի ակնարկ էր Մանթաշովին, որ ինչ ես անում ու եկել ես եկեղեցիներ ես կառուցում, իբր թե գիտես ինչ բանալին էլ փագեն գնանք տուն, Աստծուն փագել են եկեղեցու մեջ, այնտեղ ինքը մենք պաշտողների փակի տակ Թումանյանը զորավոր իմաստուն մարդ էր, սիրելի ժողովուրդ։ Բայց սովետական միության ոչ թե սովետական միության, այլ կոնկրետ Անդրկովկասի տերուտիրական Լավրենտի Բերյան գետնին հավասարեցրեց Միքայել Արամյանցի եւ հեղինակությունը, եւ ունեցածը, եւ նույնիսկ գերեզմանը նրա։ Պարզապես հավասարեցրեցին հողին եւ գերեզմանը մնաց Թբիլիսի փոշու տակ։ Հայաստանին մնաց ոչինչ։ Եվ Գյուլբենկյանից, եւ Մանթաշովից, եւ Պողոս Նուբար-Փաշայից Հայաստանին մնաց ընդամենը Սփյուռքի հանգանակությամբ եւ հայկական բարեգործական ընդհանուր միության գումարով կառուցված Նուբարաշենը, որը սովետական միությունը վերցրեց եւ դարձրեց Սովետաշեն, պարզապես ուրիշ ոչինչ չմնաց։ Ոչինչ չմնաց։ Աշխարհի երեսին հարցեր լուծող մեծահարուստներից։ Սանահինից անգրագետ մինչև 10 կամ 20 կամ մինչև 100-ը հաշվող այս երեխայից, որը դարձավ սովետական միության ամենաերկարակյաց քաղաքական գործիչը Իլիչից մինչև Իլիչ, Աղասի Խանջյանից ոչինչ չմնաց։ Ոչինչ։ Չարենցից, Բաքունցից, Վահրամ Մալազանից ոչինչ չմնաց, որովհետև չեմ ուզում նորից անդրադառնալ այդ թեմային, բայց գիտեք ինչ արեցին, պարզապես հայերը ձեռքի չբռնեցին։ Չարենցը, Բաքունցը, Ալազանը, որ Խանջյանի ամենամտերիմ շրջապատում էին, հասկանում եք, նստեին 4 հոգով, 5 հոգով, ասեին, գիտես ինչ, Աղասի, Գյուլբենկյան Գալուստը իր փողերով որոշել է կացարաններ կառուցել մեր անտուն ժողովրդի համար, Աղասի Խանջյան, չէ որ դու էլ վանեցիների զավակ ես։ Աղասի Պեչի հետ մարդուն վարկաբեկվել Կրեմլի հրամանով Թուրքիայի, այսպես ասած, նոտայով Պեչի մի արա Աղասի, չա ոչ մի բան։ Ասեցին դեռ ռեժիմն է, չեն կարող այդ լծակներից ազատվել։ Եվ այդ նույն ռեժիմը, որովհետև չկարողացան ձեռքի բռնել,
Միևնույն է, բոլորին կոտորելու էր։ Միևնույն է, բոլորին կոտորել էր, բայց մարդիկ փորձում էին ինչ-որ կերպ փրկվել, բայց չփրկվեցին, ոչ Չարենցը փրկվեց, ոչ Բակունցը փրկվեց, ոչ էլ Ալազանը փրկվեց, իսկ Խանջյանը գնդակահարվեց։ Պարզապես եւ Խանջյանի գնդակահարությունից հետո սկսվեց արդեն մեծ տերորը, որտեղ Միկոյանի ստորագրությունը դրված էր ամեն երկրորդ կամ երրորդ, չգիտեմ, այսպես բռնաճնշումների եւ նույնիսկ գնդակահարությունների փաստաթղթերի տակ։ Այս սրա համար, սիրելի ժողովուրդ, պատմությունը միակողմանի չի լինում, հարգելի երիտասարդներ, շատ սիրելի երիտասարդներ, ձեզ կնայեն 100,000 մարդ ծափ կտան պաթոսին, ես կնայեն 100 հոգի, 500 հոգի, սա կարևոր չի, բայց եթե հանկարծ ինչ-որ տեղ, ինչ-որ կերպ կլսեք հետաքրքիր կլինի, ես ձեզ կպատմեմ, թե ինչպես պիտի ներկայացնել պատմությունը, որպեսզի մարդիկ, երբ որ զենքը տալիս ես նրանց ձեռքը, արդեն ասացի, չէ, ինֆորմացիան դա լուրջ զենք է։ Երբ որ զենքը տալիս ես մարդու ձեռքը, բայց տալիս ես նրան որպես պաթոս, այդ մարդը ինքնասպան է լինում, այդ պաթոսը հակառակ էֆեկտով օգտագործվում է հենց քո դեմ, պարոն։ Ճիշտ ներկայացնելու դեպքում այդ ինֆորմացիան դարձնում է պաշտպանողական եւ հարձակվողական զենք։ Սխալ ներկայացնելու դեպքում դառնում է ինքնասպան զենք։ Նույն ինֆորմացիան։ Նույն ինֆորմացիան, ինչը որ կասեմ ես, ինչը որ կասեք դուք, ինչը որ կասի երրորդը, բայց նայած որ անկյունից ինչպես կներկայացնես, ինչպես հասարակության ականջը կսովորի, ինչպես ինձ են ասում են վատ-վատ բաներ մի ասա, ես վատ բաներ չեմ ասում։ Ես ասում եմ այն ամենը, ինչը որ կա։ Սրա համար, սիրելի ժողովուրդ, 1945 թվականին արդեն պատերազմի ավարտից հետո սա ինձ համար այսպես, գիտեք, կարդում էի, ես ատելով այդ մարդուն, կոնկրետ այդ մարդուն, հա, ատելով այն մարդկության դեմ գործած նրանց հանցանքները, աշխարհում եկական միլիոնների կյանքեր տարան այս մարդիկ, հա, բայց խոսքը Գերման Գյորինգի մասին է, երկրորդ նացիստը, երրորդ Ռեյխում, Հիտլերից հետո, երբ որ Նյուրնբերգյան դատավարության ժամանակ դատում էին այս մարդուն, Գյորինգին, թեև չհասցրեցին մինչև կախաղանի, Գյորինգը պարզապես ինքնասպան եղավ։ Գյորինգը խոսքի իրավունք խնդրեց եւ դատավարության ժամանակ սովետական միության կողմից գլխավոր մեղադրող Ռոման Ռուդենկոին բերանացի եւ պարզ ասաց պարոն Ռուդենկո 1945 թվականն է, այո, մենք պարտվեցինք, այո, մենք դատվում ենք, նացիստների մասին է խոսքը, բայց պարոն Ռոման Ռուդենկո 1937 թվականին քանի 100,000 մարդու դու ուղարկել ես գնդակահարել ես պարզապես, քանի 100,000-ներ ես ուղարկել գուլագներ, պարոն Ռոման Ռուդենկո, ուր է ձեր Մոլոտովը, պարոն Ռուդենկո, երբ որ դուք ուղարկում եք Մոլոտովին Ռիբենտրոպի հետ պակտը ստորագրելու, երբ որ դուք համաձայն եք Ֆյուրերի հետ։ Պարոն այք անգլիացիներ, որ եկել եք այսօր նստել եք Նյուրնբերգում եւ դատում եք մեզ նացիստներին, ուր է ձեր Չեմբերլենը, որ եկավ Մուսոլինիի եւ Հիտլերի հետ ստորագրեց Մյունխենյան պայմանագիրը։ Մուսոլինիի հետ։ Պարոն այք ֆրանսիացիներ, մի շաբաթում հանձնվեցիք, մի շաբաթ էլ չեք կռվել, դուք եք մեզ դատում։ Ախր Վիչի կառավարության 80%-ը հետո դարձան Ֆրանսիայի կառավարության անդամներ։ Մարշալ Պետանին տարան դատեցին, բայց ովքեր որ նացիստների հետ համագործակցել էին, նրանք հետո մտան Ֆրանսիայի Հանրապետության կառավարություն։ Գյորինգն ասում էր, լավ, դատեք մեզ կախաղան հանեք, բայց բոլորդ եք հանցագործներ։ Ուղղակի մենք պարտվել ենք, չենք կարողանում հիմա դա բարձրաձայնել։ Բայց մեզ պիտի Ռոման Ռուդենկոն մեղադրի, Մոլոտովը պիտի մեղադրի, Ստալինը պիտի մեղադրի։ Գյորինգն ասեց, եկեք հաշվենք, Ստալինն է շատ մարդ սպանել, թե մենք։ Ասեց, եկեք հաշվենք, կոնկրետ ես, եթե ինչ-որ տեղ ստորագրել եմ, Գյորինգն էր ասում, սա Նյուրնբերգյան դատավարության մասին է խոսքը։ Եկեք հաշվենք, քանի թղթի տակ եմ։ Ինքը ընդհանրապես Լյուֆտվաֆեի այդ ռազմաօդային ուժերի ղեկավարն էր, հա, Գյորինգը։ Ասեց, եկեք հաշվենք, քանի մարդու եմ ես ուղարկել գնդակահարության կամ այսպես ասած աքսորներ, հա, գերմանական այդ հայտնի բաները, հա, համակենտրոնացման ճամբարները, եւ հաշվենք քանի հոգու են ուղարկել Ստալինը, Ռոման Ռուդենկոն, Մոլոտովը, չգիտեմ,
Հանցագործներով եկել եք նստել եք ստեղ նույն անգլիացիներով։ Հանցագործներով եկել եք նստել եք ստեղ հանցագործների եք դատում, բայց որովհետև գերմանացիները պարտվել էին, ոչինչ չկարողացան անել, ընդամենը 11-12 նացիստների դատեցին, որոնցից 3-ը նույնիսկ արդարացվեցին։ Կարծեմ 6 թե 7 հոգու կախաղան հանեցին, հա, Գյորինգն էլ այդ վերջին օր ինքնասպան եղավ եւ մարդկության դեմ հանցանքներ գործած նացիստներից պատերին ամերիկացիները եւ անգլիացիները պարտապես փախցրեցին Նյուրնբերգյան դատավարությունից եւ նրանցից շատ շատերը հետո դարձան շատ լուրջ եւ այսպես լծակների տիրապետող մարդիկ տարածվեցին աշխարհով մեկ, իսկ գերմանական Բունդեստագը հետո ընդունեց հայտնի Դրեյերի օրենքը եւ վաղեմության ժամկետ 25 տարի այսպեսի ժամկետ սահմանեցին նացիստների համար, այսինքն եթե 25 տարի այդ մարդուն չեն գտել, 45-ից 25 հաշվեք 70 թվականին վաղեմության ժամկետը, այսինքն եթե Գյորինգը մինչև 70 թիվը կարողանար ինչ-որ մի կերպ թաքնվել ինչ-որ միտեղ, 70 թվականին նրան այլևս ոչ մի ձև չէին դատում։ Վաղեմության ժամկետ միլիոններով, գիտեմ, միայն սովետական միությունը տեսեք ինչ օրի ընկավ։ Եվ այդ դրա մեջ հայերը, որովհետև ամենաշատ կորուստներ տվեցին հայերը ըստ բնակչության թվի եւ մենք սրա մասին խոսել ենք։ Չգիտեմ ինչքանով կարողացա ճիշտ ներկայացնել ասածը, սիրելի ժողովուրդ, բայց կրկնում եմ, աշխարհի երեսին երբևէ ոչ մի գիտնական նախնադարյան ժամանակներից, չգիտեմ, արարչագործության այսպես, ես չգիտեմ, որ կողմից կուզեք նայեք, հա, ես ես կարևոր չի, ըստ դարվինիզմի նայեք, ըստ Սուրբ գրքի նայեք, չգիտեմ, կարևոր չի, բայց աշխարհի ստեղծման օրից մինչ օրս երկրագնդի վրա ապրող որևէ մարդ չի կարողացել ստեղծել ավելի զորեղ կործանարար եւ ինքնապաշտպանողական զենք, քան գիտելիքն է։ Եվ գիտելիքը մարդու ձեռքին տալուց առաջ որպես զենք պետք է հասարակությանը սովորեցնել զենքի վարվեցողության կանոններին, այսինքն ինչ որ ես ձեզ տալիս եմ, եթե դուք չգիտեք դրա այդ վարվելու կանոնները, դուք կրակելու եք ձեր վրա, դուք դարձնելու եք պաթոս եւ այդ պաթոսը ձեզ կործանելու է։ Իսկ եթե ճիշտ օգտագործեք դա, կվերցնեք ու կբացեք, օրինակ, չգիտեմ, ինչ որ անհայտ մեկի Մանվելյան Էդուարդի 4 գրքերը օրինակի համար, հա, կբացեք, կասեք, այս մարդն այսքան որ անուններ ա գրում, այսինքն շարում ա, այս անունները մեզ ինչով ա փրկելու։ Ոնց որ մեկն էր գրել, ասում էր այդ անունները որ գրում ես, ես կարդացի ինչով ա փրկելու մեզ։ Այս մարդը որ գրել է այս անունները, ինչի համար ա գրել։ Այս մարդը որ գիշեր-ցերեկ գոռում ա, ճչում ա, ասում ա, սիրելի ժողովուրդ, այսօր պաշտպանվելու համար քեզ զենք ա պետք, բայց 100-ամյակներով նույն սխալը չգործելու համար, ամեն 100-ամյակը մեկ նույն փոսը չփորելու համար, չընկնելու համար, այդպեսի անեկդոտ կա, չէ՞, որ մեկ անընդհատ դուրս ա գալիս ընկնում ա նույն փոսը, այն կողքի հարևանը տեսնում ասում, այ տղա ջան, ու դու դեբիլ չես, դուրս ես գալիս ընկնում ես նույն փոսը։ Ասում եմ, բա ինչ անեմ, ասում եմ, այդ փոսը տալ մի քիչ այն կողմ փորի։ Ոչ թե փակի փոսը, ասում եմ, տալ մի քիչ այն կողմ փորի։ Ինչի համար հայերը Օսմանյան կայսրությունում փոստը փակում էին, գնում էին Հնդկաստանում էին բացում։ Հնդկաստանում փակում էին, գալիս էին Մեքսիկայում են բացում։ Մեքսիկայում փակում էին, գալիս էին ԱՄՆ-ում, էլ չգիտեմ Սինգապուր, էլ չգիտեմ որտեղ, էլ չգիտեմ որտեղ։ Ռուս պոետ անցյալ դարի կեսերին էր ապրում այդ մարդը Շիստինսկին։ Հրաշալի տողեր ունի, ոչ թե բանաստեղծություն, այլ հրաշալի տողեր, նրա օրագրից են, հա, նրա հուշերի գրքից են, ասում է, ես երբ որ եղա Սինգապուրում, երբ որ ես սկսեցի պատել Սինգապուրում, երբ որ ես նայում եի եկեղեցիներին, գերեզմանոցները մտա, գերեզմանակարերին նայեցի, շինություններին նայեցի, թվերին նայեցի, ծննդյան թվ, մահվան թիվ։ Շիստինսկին, ասում ռուսպոյ Շիստինսկին, ասում է, ես կանգնել էի Սինգապուրի կենտրոնում եւ ինքս ինձ հետ խոսում էի, ասում էի, Աստված իմ, չէ որ հայերը կառուցեցին Սինգապուրը։ Սա խոսում Հոնկոնգի մասին, մեր Խաչիկ Աստվածատրյանը կամ Փոլ Չաթեր, հա։ Ինչ էր արեց Հոնկոնգի համար այսօրվա։ Բա մի Հոնկոնգ, մի Սինգապուր, այս երկիրը մի Հոնկոնգ էր, մի Սինգապուր էր։
Բայց Սինգապուրն ուր, Հոնկոնգն ուր, Մեքսիկան ուր, ԱՄՆ-ն ուր, Անգլիան ուր, Մոսկվան ուր, Կրեմլն ուր, Անկարան ուր, մենք ուր։ Էս լեն ու բոլ դարուն, որովհետև հայերը իրար ձեռք չբռնեցին, սիրելի ժողովուրդ, եւ պատմությունը պետք է ներկայացնել բոլոր անկյուններից, կրկնում եմ, որպեսզի այդ գիտելիքը դառնա ոչ թե ինքնասպան, այլ հարձակվողական եւ պաշտպանողական զենք։ Այսքանը։ Կհանդիպենք շուտով, շնորհակալ եմ, որ միացաք։